Ժողովուրդ ջան, Լեռնակերտից Մադինա տանող ճանապարհն է, ասֆալտապատվում է։ Ահա տեսնում եք, արդեն ջրահեռացման համակարգը պատրաստ է։ Այս ձորի հատվածն է։ Ուրեմն միջև այս ջրահեռացման համակարգը ես այստեղ էի եւ ինձ հետաքրքիր էր արդյոք այս կորությունը, որ կա այս ճանապարհի թեքվող հատվածը, որ շատ կարևոր է, արդյոք լայն կսարքեն, թե չէ։ Բայց փաստորեն չեն արել, կարելի էր, չէ՞, այս բնակչի հետ, այս գյուղացու հետ պայմանավորվել, իր տարածքից մի փոքր վերցնել եւ այս հատվածում ստանալ լայն ճանապարհ։ Հիմա տեսնում եք, այստեղ տեսադաշտ բացառվում է, չկա եւ նեղ ճանապարհ է լինելու։ Հնարավոր էր, չէ՞, տեսեք, այս հատվածում թեքություն կա, հնարավոր էր փոքր բլուրի հատվածը կտրել եւ ավելի լայն ճանապարհ ստանալ այստեղ։ Բայց մենք ինչ ունենք։ Մենք ունենք շատ նեղ, որտեղ երկու մեքենա դժվարությամբ իրար կողք կանցնեն։ Եվ արդյունքում մենք չենք ունենա լայն ճանապարհ։ Ես չեմ հասկանում, պատճառն ինչն է, որ այսպես են աշխատում, այսպիսի հոգատարություն են դրսևորում էր ճանապարհների նկատմամբ։ Այստեղ կարելի է շատ գեղեցիկ ճանապարհ ստանալ, լայն, տեսանելի, ահա տեսնում եք, ուրեմն ամբողջ այս ճանապարհի հատվածում, այս ձորի հատվածում, ուրեմն սաղ այս հողը, քարերը բուլդոզերով սաղ լցրել են ձորը, կարելի էր այստեղ պատնեշ սարքել։ Հիմա ինձ կասեն գումար այդքան չկար, թող այս տարի չսարքվեր, մյուս տարի սարքվեր, բայց համապատասխան գումար դնելով ստանալ գեղեցիկ ճանապարհ, այստեղ տուրիստական նաև ենթակառուցվածքներ կարող զարգանար եւ հիմա այս փնթի վիճակը, որ ստեղծվել է այս արդյունքում, ինչքանով է նպատակահարմար։ Այո, գումար ծախսվում է, բայց գումարը տեղին որակով եւ համապատասխան չեն ծախսում։ Բարև եղբայր։ Այս ձորը կարելի էր գեղեցիկ պատկեր ստանալ, բայց հիմա ինչ ունենք։ Տեսեք, ժողովուրդ ջան, սա քանդվել է, լցվել է ձորը։ Այստեղ չեմ կարծում, որ շինարարին կարելի է մեղադրել, այստեղ զուտ համայնքապետարանի, որ չի կարողացել ճիշտ նախագիծ ստանա եւ ճիշտ նախագիծ տրամադրել շինարարին։ Շինարարը համապատասխան ձևով գործաներ եւ ստանար գեղեցիկ արդյունք։ Տեսեք, ժողովուրդ ջան, ուրեմն այս հատվածում, այս սարի հատվածում կարելի էր մի փոքր ավելի տանել դեպի այդ սարի հատված եւ այստեղ ճանապարհը չլցնել էս կեղտը ձորը։ Ժողովուրդ, թամինը սա զուտ մտահոգություն է, որ այո, գումար ծախսվում է, բայց գումարը արդյունավետ չի ծախսվում, ամբողջ խնդիրը սրանում է։ Մենք չենք ստանում նորմալ նախագիծ, իսկ հիմնական ձախողված աշխատանքների պատճառը ճիշտ նախագծում չանելն է։ Եթե ճիշտ նախագծում է արվում, շինարարը կարողանում է նորմալ գործանել եւ մենք ունենում ենք պատշաճ, հարմարավետ, աչքի համար տեսանելի, գեղեցիկ եւ որակով ճանապարհ։ Եվ դա միայն ճանապարհներին չի վերաբերում, դա վերաբերում է նաեւ մնացած ենթակառուցվածքներին, ջրագիծ, չգիտեմ, շինարարություն, ինչ-որ մշակույթի տուն եւ այլն եւ այլն։ Տեսեք, հիմա մոտենում ես այս թեքվող հատվածին, տեսադաշտ բացարձակ չկա եւ ճանապարհը
շատ նեղ է լինելու։ Իմ ինֆորմացիայով այստեղ 5 մետրանոց ճանապարհ պետք է լինի։ Հասկացանք, թող մնացած տեղերում 5 լինի, բայց այս գոնե այս թեքվող հատվածում, որ տեսադաշտ չկա եւ վաղը մյուս օրը ավտովթարների պատճառ կարող է հանդիսանալ, գոնե այս հատվածում լայն սարքեին։ Ամբողջ մտահոգությունը սա է, ժողովուրդ ջան։ Այսօր 24-ն է օգոստոսի 2025 թվական, Լեռնակերտից Մադինա տանող այս ճանապարհի մասին է խոսքը։ Շնորհակալ եմ։